շատ արագ, շատ կոնկրետ, շատ գործնական, ինչ է պետք անել։ Հիմա մեր անգամ սուվերենիտետը, ինքնիշխանությունը շատ մեծ վտանգի տակ է։ Հասարակ գյուղացում դա ոչ մի բան չի ասում։ Արդյոք պետությունը հաշվի առնում դա։ Դա չի նշանակում, որ այդ խնդրը նաև իր դուռը չի ծեծելու։ Ողջունում եմ ձեզ, պարոն Հովհաննիսյան, շատ շնորհակալություն, որ համաձայնվեցիք հարցազրույցին։ Այսօր շատ կարևոր թեմաների մասին ենք խոսելու եւ շատ կարևոր էր, որ այդ հարցազրույցը հենց ձեր հետ լիներ, քանի որ դուք տարիներ շարունակ աշխատում եք Երևանի պետական համալսարանում եւ Սփյուռքի հետ շատ մեծ գործունեություն եք ծավալել տասնյակ տարիներ արդեն եւ մեկ անգամ շնորհակալություն, որ համաձայնվեցիք։ Առաջին հարցս հետեւյալն է. մենք մի քիչ կխոսանք հիմա պատմության կրկնվելու մասին եւ ես հիշեցի, որ ուրեմն 2018 թվականի մայիսին մենք ձեր հետ նստած էինք Երևանի պետական համալսարանի ուրեմն շենքի դիմաց, դուք փորձում եք մատիտով անձեռնոցիկի վրա մի ձև բացատրել, թե ոնց է կրկնվում պատմությունը եւ ինչ կարող է լինել մեր Հայաստանի հետ եւ ես ուզում եմ, որ հիմա զուտ պատմական կոնտեքստում ենք այս ամենը ունենք, ոչ թե քաղաքական։ Եվ անցավ 3 տարի եւ ձեր խոսքերը իրականություն դարձան։ Եվ հիմա ասենց հարց ունեմ ես, մեզնից ինչ-որ մի բան կախված է, արդյոք մենք կարանք ինչ-որ մի ձև փոխենք, թե այդ խաղի կանոնները, որ ունի պատմությունը, մենք կարանք օգուտ մեզ ինչ-որ մի ձև շրջել։ Արամ ջան, նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ ինձ համար կրկնակի հաճելի է քո հետ այսպես զրույց ունենալ։ Գնահատում եմ քո աշխատանքը։ Ինչ վերաբերում է հարցին, թե պատմությունը ընդհանրապես ինք իր ճանապարհով է գնում, թե մենք կարող ենք փոփոխել, եթե հիշում ես նաև այդ մեր հանդիպումը, որը վճռորոշ օր էր այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ներկայիս վարչապետի վերջնական ընտրվելու հարցն էր դրված եւ այդ օրը ընտրվում էր եւ հիշում եմ նաև ձեր ողջավորությունը, որը տեղին էր, բայց այդտեղ ես մի կարևոր այսպես շեշտ արեցի, որ այն ինչ որ հիմա արվում է, հակասում է այն բոլոր մեղմ ասած պատճառահետևանքային կապերին, որոնք թվում էր, որ պետք է դրական լուծում ապահովեին, բայց վերցրեցինք եւ փոխեցինք դա հակառակ ճանապարհով ու բերեց այն ինչ որ դու ասացիր բացասական հետևանքների։ Այստեղ արդեն պատասխանդ կա, այսինքն եթե մենք ենք դա արել, ուրեմն մենք իզորվում ենք կամ փոփոխել դեպի դրական կամ դեպի բացասական։ Առհասարակ, եթե խոսենք այն հարցազրույցների մասին, որի ժամանակ ես փորձել եմ ավելի մասնագիտորեն հարցը ներկայացնել, շատ կարևոր մի շեշտադրում կա, որ կուզենայի ընդհանուր կրկնել։ Այդ շեշտադրումը հետևյալն է. պատմությունը կրկնվում է, որպեսզի մեզ ցույց տա այն սխալները, որոնք տեղի են ունենում պարբերաբար։ Երբ խոսում ենք պատմության մասին, մարդկանց թվում է, թե դա մի ինչ-որ այսպիսի եթերային մի գոյություն չունեցող վիրտուալ մի տեղ է, որը հեքիաթի նման ինչ-որ մի բան է եւ դա վերաբերվում է մարդկանց խմբին, այլ ոչ թե անհատին։ Նույնը մարդու կյանքում է։ Այսինքն, եթե վերցնենք սերնդես սերունդ, մենք կտեսնենք, որ սերունդների մեջ որոշակի իրադարձություններ կրկնվում են։ Կարող ենք ասել դա գենետիկ հիշողություն է, պատմության մեջ ասում ենք դա պատմական հիշողություն է, բայց ինչևիցե երևույթը կրկնվում է եւ այդ երևույթի կրկնության մեջ կա որոշակի տրամաբանություն, որը հասկանալու պարագայում մենք ի վիճակի ենք հասկանալ նախ ներկան, ինչ է տեղի ունենում հիմա, եւ որ ամենակարևորն է կանխատեսել ապագան։ Չի նշանակում, որ 100%-ով մենք ի վիճակի ենք ասել, որ ամեն ինչ իզորու ենք կանխատեսել, տեղեկանալ եւ ամեն ինչ ի վիճակի ենք փոխել։ Բայց մենք ի վիճակի ենք հասկանալ այն սցենարները, որ եթե օրինակ շատ կոպիտ ասեմ, աճ թեքենք, ինչ տեղի կունենա, ձախ թեքենք, ինչ տեղի կունենա, ուղիղ գնանք, ինչ տեղի կունենա։ Այսինքն մենք ունեցանք օրինակ այս պարագայում 3 տարբերակներ, որոնք ընտրում ենք պարզապես եւ այդ ընտրության ժամանակ մենք փորձում ենք հասկանալ, որը ավելի օգուտ կբերի կամ շատ ծայրահեղ պարագայում, որը ավելի քիչ վնասով մեզ կարող է տանել առաջ։ Եվ այստեղ բազմաթիվ անգամ շեշտել եմ եւ այսօր քո թույլտվությամբ եւս մեկ անգամ շեշտեմ, որ մեր բոլոր բացթողումների
մեր բոլոր կորուստների հիմնական պատճառը իմ կարծիքով ոչ այքան այսպես կոչված դավաճանների գործոններն է, որտեղ շատ հաճախ մեր պատմության մասին երբ որ խոսում ենք, այնպիսի տպավորություն է, որ բոլորը գիտեն պատմություն, բոլորը տեսնում են մեր ամբողջ մեղքերի մեջ, խնդիրների մեջ ավելի ճիշտ, մի անձի կամ մարդկանց խմբի կամ ինչ-որ կուսակցության դերակատարում, որ այ տեսեք այս դավաճանները եթե չլինեին, կամ այս դավաճանությունը եթե չլիներ, ամեն ինչ լավ կլիներ։ Հասկանում եք, դավաճանը կամ դավաճանները դա անուններ չի, այսինքն այսօր Պողոսն է, վաղը Պետրոսը կարող է դա լինել։ Խնդիրը այն է, որ հասարակությունը պետք է ունենա կառավարման որոշակի գործիքակազմ, որոնց հետևում կանգնած լինեն մարդիկ, ովքեր ի վիճակի են այդ գործիքակազմը կիրառելու, որպեսզի կանխեն նման մարդկանց թատերաբեմում հայտնվելը եւ բերեն ավելի գրագետ մարդկանց ու առաջարկություններ, որ այդ գրագետ մարդիկ կիրառեն, որովհետեւ ոչ մեկ չի ասում, որ մի ղեկավարը պետք է բոլոր ոլորտներից հասկանա։ Այստեղ պատմագիտությունը որպես այդպիսին համագործակցելով տարբեր գիտությունների հետ կարող է անցյալի փորձի վրա ճանապարհներ ցույց տալ։ Օրինակ արտաքին հարաբերությունների հարցում եւ այլն։ Տեսեք, դուք ասում եք, որ ներկան հասկանալու համար մենք պետք է իմանանք լավ անցյալը, որ կարողանանք կանխատեսել նաև ապագան։ Այստեղ ինչ եք դուք մտածում, պետք է արդյոք ազգային գաղափարախոսությունը, որը կկարողանա համախմբի մեր ժողովրդին, կա արդյոք այն Հայաստանում, ինչպիսին նա պետք է լինի, արդյոք այնտեղ տեղ կարա գտնի Նաժդեյան գաղափարախոսությունը, ցեղակրոնիզմը, որը մենք շատ լավ գիտենք, որի նպատակն է նաև համախմբել մեր հայությունը հայկական պետության մեջ անկախ։ Հիմա մեր անգամ սուվերենիտետը, ինքնիշխանությունը շատ մեծ վտանգի տակ է։ Համաձայն եք դուք այդ մտքերի։ Արամ, ազգային գաղափարախոսությունը դա գործիքներից մեկն է։ Ես խոսում եմ ավելի գլոբալ հարցի մասին, հա, որովհետև որքան էլ դու ասես ես ազգային գաղափարախոսություն եմ բերում, Նժդեհյան գաղափարներ, ցանկացած գաղափար, հասարակ գյուղացում դա ոչ մի բան չի ասում։ Եվ իրան դա չի էլ հետաքրքրում։ Խնդիրը նա է, որ հասարակությունը պետք է ունենա հավաքական շահ հասկացություն։ Ո՞րն է հավաքական շահը, հա։ Եթե դուք ուսումնասիրեք կամ կարդաք մեր պատմության բոլոր ռազմաքաղաքական դրվագները, ճակատամարտեր, պատերազմներ լայն իմաստով, ազգային ազատագրական շարժում, դուք կտեսնեք, որ այն դեպքում, երբ որ ղեկավարները կարողացել են հավաքական շահ ձևավորել, նրանց են միացել հասարակության բոլոր խավերը, բարձրախավից մինչև հասարակ ռամիկ, եւ այս պարագայում հիմնականում հաջողվել է հաջողություն արձանագրել։ Կանվանենք այդ հավաքական շահը գաղափարախոսություն, թե մեկ այլ ուրիշ բան, ձեր իրավունքն է։ Բայց այն, որ մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ մենք չունենք հավաքական շահ, քանի դեռ նույն գյուղացին չի գիտակցում, որ ինքը որևէ խնդրից, որ իր ազգի առջև ծառացած է, հեռու գտնվելով, դա չի նշանակում, որ այդ խնդրը նաև իր դուռը չի ծեծելու, նշանակում է այդ գյուղացում մենք չենք կարողանալու ներգրավենք, այն քաղաքացուն չենք կարողանալու ներգրավենք, ովքեր որ այս ազգի մասնիկ են կազմում։ Իսկ հավաքական շահը կարծում նաև պետք է ստեղծվի եւ կառուցվի ոչ միայն փիլիսոփայական որոշակի կատեգորիաների հիման վրա, այլ նաև շոշափելի լինի։ Շոշափելի լինի այն իմաստով, որ մարդը հասկանա, որ այն ինչի շուրջ մենք համախմբվում ենք, իր համար ավելի շահեկան է, քան այն այլընտրանքները, որոնք կարող են իր առջև ծառանալ։ Հիմա մեր հեռուստադիտողը կարող ասել, բայց այդ ինչպես, հա, մենք միթե պետք է հրաժարվենք ազգայինից, բացարձակ։ Պարզապես ազգայինը մատուցելու նաև նոր մոտեցում պետք է ցուցաբերենք, որպեսզի հասարակության տարբեր ուղղությամբ մտածող մարդիկ, ովքեր մի մաս իրենց անվանում են լիբերալներ կամ ազատականներ, մյուս մասը պահպանողականներ, երրորդ մասը, չգիտեմ, միջին ինչ-որ օղակ, հասկանան, որ ինչքան էլ քաղաքական, կրոնական հայացքները տարբեր լինեն, կա գլխավոր շահ, դա Հայաստանի իբրև անկախ պետականության գոյության շահն է։
Ես կարծում եմ, որ մեր գլխավոր խնդիրներից մեկը այստեղ պետք է փնտրել։ 800 տարուց ավել Հայաստան աշխարհում մենք չենք ունեցել անկախ պետականություն։ Մենք ունեցել ենք պետականության ձևեր, իշխանություններ, կիսաանկախ եւ այլն։ Մելիքությունների տեսքով տարբեր, ինչպես որ ուզեք, բայց հավաքական պետություն, որը գոնե ինչ որ մի հատված միավորելով լիներ անկախ պետություն, ճանաչված հարևանների կողմից, այս կամ այն չափով մենք չենք ունեցել 8 դարից ավել։ Եկեք մի պահ հասկանանք այդ 8 դարը ինչ տվեց այդ երկրում ապրող մարդկանց, հայերիս։ Տվեց մոռացություն, տվեց մի այնպիսի իրավիճակ, որ իրենք հարմարվեցին թուրքական լծին, հարմարվեցին պարսկական լծին, հետո թուրքա-ռուսական, այսպես ասենք, գերիշխանությանը եւ որպես հետևանք դա դարձավ իրենց առօրյա կյանքի մի մաս, սովորական մի բան, որ օրինակ դու կարող ես դպրոցում նաև թուրքերեն խոսել, փողոցում կարող ես տեսնել թուրքի։ Ոչ մեկ չի ասում, որ համակեցությունը վատ բան է, այսինքն մարդիկ պետք է հավասար ապրեն միմյանց հետ, բայց մենք պետք է հասկանանք, որ պարագայում ենք մենք իբրև ազգ կարողանում մեզ ավելի լավ դրսևորենք, զարգանանք եւ այդ զարգացումը իշահ մեր ազգային հավաքական շահի օգտագործել։ Ոչ թե ապրել օրինակ արտասահմանում այլ ազգերի հետ, բոլորի հետ ընկեր լինել, երջանիկ ապրել, լավ դրամ վաստակել, բայց այդ ինչ որ մենք անում ենք եւ ինչի մի մասնիկ ենք կազմում, ծառայեցնել այլ ազգի, դոմինանտ ազգի եւ նրա պետության շահի։ Դե տեսեք, դուք ասում եք հավաքական շահի մասին, բայց հայ ազգը ոչ միայն Հայաստանում բնակվում, այլ նաև պետությունից դուրս, կարողանանք մենք արդյոք համախմբենք այն հայերին, որոնք ապրում են բավականին տարբեր քաղաքակրթություններում, եւ շատ դժվար է մենք տարիներ շարունակ նույնիսկ Թուրքի նախարարության շրջանակներում, որ իրականացում էին տարբեր ծրագրեր, մենք տենում ենք, թե ոնց են տարբերվում մարդիկ, եւ այդ շատ նուրբ հարց է։ Կկարողանանք մենք ապագայում այս իրավիճակում, այս ռեսուրսներում ինչ որ ստեղծել այդ համախմբվելու մի ձևը։ Շատ լավ եւ շատ բարդ նաեւ հարց եք ասում, Արամ ջան, բայց եթե մի քիչ անլուրջ պատասխանեմ, հաց ուտելն էլ է խնդիր։ Կարևորը որ քեզ տրամադրես եւ կարողանաս հաց ուտել, բայց եթե ավելի լուրջ, ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային, այսպես կապերի շղթան, հա։ Եթե մենք մի բան սկզբից սխալ դնում ենք, ինքը սխալ գնում է։ Որն է այդ սկզբնական սխալը։ Ես կարծում եմ, որ այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կիզակետում կա մի գլխավոր խնդիր, որը կոչվում է վստահության հարց։ Մենք 30 տարի այս կամ այն չափով անդադ վստահության հետ խաղացել ենք։ Այսինքն փորձել ենք Սփյուռքին ցույց տալ իր տեղը, Հայաստանը փորձել է ցույց տալ, որ ինքը ավագն է այս հարաբերություններում, դա ի վերջո պետություն է եւ այլն։ Բայց այս վստահությունը անընդհատ եղել է հարվածի տակ։ Այստեղ չենք քննարկում ով էր ճիշտ, ով էր սխալ, հա։ Եվ երբ որ ասում ենք, իսկ ինչպես բուժենք եւ ինչպես կարողանանք վստահություն ստեղծել միմյանց միջեւ, ես կարծում եմ, որ այստեղ պետք է լինի պարզապես արդար մոտեցում։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք Սփյուռքին ներգրավել Հայաստանի կազմակերպման տնտեսությունից մինչև բանակ աշխատանքներ, մենք պետք է ստեղծենք գործիքներ, որոնցից Սփյուռքը կարողանա օգտվել։ Բայց այդ գործիքները չի նշանակում, որ դա դիցուկ վերցնենք մի աթոռ, ասենք սա քոնն է, քեզ ենք տալիս։ Այդ աթոռին տիրանալու համար նա պետք է հասկանա, որ ինքն էլ պետք է գնա որոշակի փոխզիջումների, որ իրավունք ունենա այդ աթոռին տիրանալ։ Աթոռը այստեղ պայմանական երևույթ եմ ասում։ Օրինակի համար մենք ասում ենք, եթե դու ուզում ես ստանաս պաշտոն, դու պետք է ունենաս օրինակ երկքաղաքացիություն։ Օրինակ եմ ասում, ամենապարզ պայմաններով եւ նման զարգացումներով։ Մյուս կողմից մենք պետք է հասկանանք ինչ ասել է Սփյուռք։ Շատ հաճախ է Սփյուռքի մեր տարբեր հայրենակիցներից այս բողոքը լսում են, որ մեզ չեն լսում Հայաստանում, մեզանից միայն ցանկանում են ինչ-որ օգնություն, բայց մեր մասնակցությունը չեն տեսնում այս կամ այն հարցերում։ Ես ասում եմ, մեր ասածը ում նկատի ունեք։ Դա կարող է ասել 10,000-անոց համայնք եւ կարող է ասել 2 միլիոնանոց կամ 1 միլիոնանոց համայնք։ Բայց արդյոք ասողը ներկայացնում է 10,000-ին կամ այդ 1 միլիոնին։ Այստեղ է Սփյուռքի խնդիրը, որ Սփյուռքը ինքը չունի ներկայացչական հավաքական մարմին, որի հետ պետություն Սփյուռք պետք է նստեն եւ զրուցեն։ Եվ քանի դա չկա, մենք պետք է հասկանանք, որ Սփյուռքը ներկայացնող բոլոր կառույցները փոքրից մինչև մեծ
կարիք ունեն համախմբվելու։ Ես մեր պետության այսօրվա դերը տեսնում եմ այդպիսի համախմբում կազմակերպելու գործի մեջ։ Որտեղ ի վերջո պետությունը ինչ է։ Ինքը եւս մարդկանց շահերը համախմբած մի սուբյեկտ է, որի գոյության հիմնական պատճառը նա է, որ նա պետք է համախմբի մարդկանց եւ տանի առաջ։ Եթե այդ պետությունը այդ մարդկանց չի համախմբում, դա անիմաստ գործիք է։ Որ մարդիկ նախընտրում են գնալ ուրիշ տեղ համախմբվել։ Տեսեք հիմա Սփյուռքի գրասենյակը իրականացնում է ծրագիր, որը կոչվում է «Իգործ», երբ լսած կլինեք, որտեղ որի շրջանակներում տարբեր մեր հայրենակիցները կարողանում են վերադառնալ Հայաստան եւ տարբեր պաշտոնների եւ գործերի պետական ապարատում անցնել։ Չեք տեսնում դուք ստեղ որոշակի հարցեր ազգային անվտանգության հետ կապված, որովհետեւ իմ համար մեկ հարցը այն է։ Արդյոք պետությունը հաշվի առնում դա, դուք գիտեք թե չէ։ Նախ ես ուրախ եմ, որ մեր պետությունը նույնիսկ այս պայմաններում չի դադարում Սփյուռքի հետ որևէ ծրագիր անել։ Ես կողմ եմ ցանկացած ծրագրի, որը որ պետք է թեկուզ ամենաաննշան արահետը ստեղծի կամուրջ էլ չասեմ Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ։ Դա նաեւ Իգործին է վերաբերում։ Բայց ես դեմ եմ, երբ որ արհեստականորեն փակվում են գոյություն ունեցողները, նրանց վրա ինչ որ անուններ են դրվում, հետո մի որոշ ժամանակ հետո դրան նման ինչ որ մի բան է ստեղծում եւ ասում են մենք նոր բան ենք ստեղծել, այստեղ մի հատ ստորակետ ավելացնելով կամ մի գործառույթ ավելացնելով, որտեղ դա արդեն պոպուլիզմ է։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս ծրագիրը կամ նմանատիպ այլ ծրագրեր ազգային անվտանգության որոշակի ռիսկեր են իրենցից ենթադրում, դա կարծում եմ այս հարցին ավելի ճիշտ կպատասխանի այն համապատասխան կառույցը, որը կոչված է մեր ազգային անվտանգությունը պահպանելու։ Իսկ այն, որ տրամաբանորեն, եթե հարցին մոտենանք, որքանով է այդ ծրագրի գործունեությունը նպաստում մեր հարաբերությունների զարգացմանը, պարզ տրամաբանական հարց իմ կողմից։ Ինչի համար է ստեղծում տվյալ ծրագիրը։ Տվյալ ծրագիրը կարծում եմ ստեղծում է նրա համար, որպեսզի հնարավորություն ընձեռի Սփյուռքի մեր ներկայացուցիչներին, տարբեր ոլորտներում աշխատող, մասնակից դառնալ Հայաստանի պետության կառավարման ընդհանուր գործի։ Եվ այս ընդհանուր գործի մասնակից դառնալու համար նրանք որոշակի ինչ որ տվյալներ են ներկայացնում, արձանագրվում են, հետո գալիս են համապատասխան վճարով 1 տարի, չէ, եթե չեմ սխալվում, ժամկետով մնում են եւ այլն եւ այլն։ Այստեղ հարց է առաջանում, ո՞րն է մեր նպատակը։ Փորձարկում անել, տեսնել այն դրսից ով կա, որ կարող է գալ օգուտ տալ, հապա այստեղից հաջորդ հարցն է առաջանում։ Ինչ առավելություն ունի այս պարագայում անփորձ սփյուռքահայը, որը թեկուզ լավ կրթություն է ստացել, եւ նույն անփորձ Հայաստանով ապրող հայը, որը էլի ոչ պակաս կրթություն է ստացել թեկուզ Հայաստանում, որովհետև եթե մենք փնովում ենք այդ դեպքում հայաստանյան կրթությունը, հարց է առաջանում պետական մարմինը ինչի չի կարգավորում այդ կրթությունը, որ տեղում կադրեր ունենա։ Այստեղ արդեն առաջանում է հաջորդ հարցը, ո՞րն է մեր իրական նպատակը։ Ես կարծում եմ, որ մենք 20, 30, 40, 50 սփյուռքահայ վերելու փոխարեն, իսկ դա բերել երբ որ ասում ենք, նշանակում է մենք վատնում ենք պետական միջոցներ։ Մենք պետք է այդ պետական միջոցներից ոչ թե շռայլորեն նման քայլ անենք եւ 1 տարի հետո ֆիքսենք ով հաջողեց, ով չհաջողեց, այլ գոնե փորձենք օրինակ 10 հոգի բերել, բայց որոշակի արդեն փորձով։ Այսինքն այնպիսի մարդկանց, ովքեր արդեն գալիս են նախագծերով, որոնք կիրառել են այս կամ այն երկրում, հաջողել են այդ նախագծերը անել եւ կարող են գալ եւ հաստատվել հայրենիքում։ Էլի վերադառնանք պատմության կրկնվելու հարցին։ Եթե ինձ ասեն, որ պարոն Հովհաննիսյան, դա իրականության չի համապատասխանում, որովհետեւ այսօր ինչպես կարող ենք օրինակ կայացած տնտեսագետին ասել մի քանի հազար, նույնիսկ տասնյակ հազարներ ամսական աշխատավարձը թող եւ արի այստեղ, Երևանի պետական համալսարանի հիմնադրման պատմությունը վերցրեք, կարդացեք։ 1919 թվական ըստ էության 5 տարի, 4 տարի առաջ ցեղասպանության թողուբոհով անցած ազգ եւ գալիս են Հայաստան մարդիկ, ովքեր եվրոպական լավագույն համալսարանների պրոֆեսորներ են։ Այստեղ անգամ Թումանյանի ավանդն է շատ մեծ, որտեղ նայեք, այսօր ես չեմ ասում մենք այսօր Թումանյան ունենք, բայց մենք այսօր ունենք հայրենիքում եւ հայրենիքից դուրս հայրենակիցներ,
որոնք իրենց ավանդները, եթե ցանկանան ներդնեն, ֆինանսական ավանդի մասին չէ միայն խոսքը։ Իրենց հեղինակությունը, իրենց մոտեցումը կարող են այս հարցը լուծել։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ միայն դրամով չէ, որ պետք է բերենք սփյուռքահայ մեր հայրենակիցներին, փորձառու հայրենակիցներին հայրենիքի զարգացմանը մասնակցելու այս պարագայում արդեն նորից վերադառնում ենք վստահության հարց։ Ես ինչու ասացի ամեն ինչ պատճառ հետևանքային կապ ունի, հա? Եվ եթե մենք այդ անցյալի փորձը չենք դիտարկում, որ ներկան հասկանանք եւ ճիշտ կանխատեսենք, այլ նորից փորձում ենք անել ինչ որ նախագիծ, որ հետո ասենք եղավ այս նախագիծը լավ է, քանի հոգի մնաց, փառք Աստծո, թող շատերը մնա, բայց ինչ տվեց մեկ տարվա մեջ պետությանը, ոչ թե միայն անհատին, որտեղ ի վերջո այստեղ գլխավոր շահը դա պետության հոգսերը թեթևացնելն է, հա, որը պետք է անենք մենք, դուք, բոլորս, ովքեր որ ապրում են կապ չունի Հայաստան, թե Հայաստանից դուրս։ Եթե մեկ տարվա մեջ պետության հոգսերը թեթևացնելու համար մենք չենք ունենում արդեն պատրաստի մասնագետներ, այլ ունենում ենք միջին եւ ցածր մակարդակի մասնագետներ, ոչ թե կառավարիչներ, հա, այլ կառավարիչներին սպասարկող թիմ։ Իմ մոտ հարց է առաջանում, մենք արդյոք ունենք այդքան շատ ժամանակ, որ սպասենք, թե երբ են այդ մարդիկ կայանալու, որովհետև երբ որ խոսում էիք 2-3 տարի առաջ մենք զրուցում էինք եւ այլն, եթե հիշում եք այդ ժամանակ նաեւ մի քանի ամիս հետո հնչում էին տեսակետներ, այսինչ հայտնի տնտեսագետին ենք բերում ծրագիր գրելու, այնինչ տտ, մենք ոչ մի բան չտեսանք։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, մենք իզորու ենք մեր ներուժը օգտագործել, թե չէ։ Մենք իզորու ենք օրինակ միտեղ բերել լրջագույն դիվանագետների հայ կամ հայկական շրջանակների մոտ կանգնած եւ ասել, օրինակ մեզ սովորեցրեք, եթե չեք ուզում ծառայեք այս ոլորտում կամ եթե մենք վստահության հարց ունենք, մեզ սովորեցրեք այսօրվա դիվանագիտական խաղի կանոնները։ Շատ կոպիտ եմ ասում, հա, որտեղ մենք հաճախ բողոքում ենք, որ մենք դիվանագիտությունից թույլ ենք այս եւ այլն։ Եթե մենք ասում ենք տնտեսագիտություն, եկեք հասկանանք ինչպես է ստացվում, որ մենք դրսում ունենք հազարավոր չափազանցնեմ հայտնի հայ գործարարներ, առնվազն հարյուրավոր, որոնք աշխարհով մեկ հայտնի են։ Եվ այդ գործարարներին օրինակ ասենք, եղբայր, մեզ ոչ մի ֆինանսական ներդրում պետք չէ։ Ուղիներ ցույց տվեք զարգացման, հա։ Ինչու՞ չենք մենք Հայաստանում փորձում ստեղծենք արագ արձագանքման խմբեր, ճակերտավոր ասած, արագ արձագանքման բոլոր ոլորտերի։ Տնտեսագիտության մեջ խմբեր, մարդկանց խմբեր, որոնք ուղեղների, այսպես բախումների արդյունքում պետք է պետությանը ասեն շատ արագ, շատ կոնկրետ, շատ գործնական, ինչ է պետք անել։ Եվ երբ որ այս հարցերի պատասխաններին լսում եմ կմկմացող տարբերակով տեսակետներ, որտեղ մենք փորձում ենք կամ մեզ չեն գալիս միանում կամ գիտեք դա հեշտ չէ անել կամ մենք այլ ճանապարհ ենք տեսնում, իմ մոտ միշտ տպավորություն է ստեղծվում, որ մենք կոնկրետ գործը թողած ընկել ենք պարզապես ցույց տալու համար, որ մենք ինչ-որ բան ենք անում եւ դա անպայմանորեն ուզում ենք ընդգծենք, որ ավելի լավ ենք անում, քան նախկինը։ Պարոն Հովհաննիսյան, իսկ ինչպես մենք հասկանանք այդ պատմության կրկնվելու սկզբունքը։ Արամ ջան, տեսեք, ընդհանրապես ամեն ինչի ճանապարհը գնում է կրթության միջոցով։ Եթե մենք այսօր մեր կրթության մեջ չկատարենք ազնիվ փոփոխություններ, ուզում եմ այս բառը ընդգծել, ոչ թե այս կամ այն խմբի շահերը սպասարկող փոփոխություններ, այլ ազնիվ փոփոխություններ, սերունդի համար ապագա ապահովող փոփոխություններ, մենք վաղը երազել չենք կարողանալու, որ մենք ինչ որ ասպարեզում լուրջ հաջողությունների կարող ենք հասնել, հատկապես ես ուզում եմ ընդգծել նաև պատմագիտության ոլորտը եւ առհասարակ հումանիտար ոլորտը, եւ երբ որ մենք այսօր շատ հարցեր ենք տալիս, իսկ ինչու մեր այսօրվա ներկայացուցիչները պետության կամ երիտասարդության, ակտիվ երիտասարդության, նույնիսկ եթե գիտի պատմությունը, այդ պատմության իմացության մակարդակը այնքան տարբեր է եւ ընկալումներն էլ այստեղից տարբեր են գալիս, ամեն ինչի բացատրությունը պարզ է։
Սկսվում է կրթությունից, դա լայն իմաստով դասագիրք է, դասավանդող է, նեղ իմաստով արդեն թե ինչպես է այդ դասագիրքը եւ դասավանդողը մատուցում, շեշտը ինչի վրա է դնում եւ ավարտում է նաեւ նրանով, որ մենք իբրև հասարակություն պետք է հասկանանք, որ պատմություն առարկան դա միայն թվերի, անունների խնդիր չէ։ Եվ այս փաստերը վերլուծելու կարողությունը սովորելու խնդիր է, որի շուրջ բոլորս պետք է աշխատենք։ Եվ վերջին հարցը ձեզ հիմա նայում են Սփյուռքից երիտասարդներ, ինչ դուք իրենց կասեք։ Նախ ողջունում եմ իմ բոլոր սաներին, Սփյուռքի, ովքեր երկար տարիներ տարբեր ծրագրերով առիթ են ունեցել իմ հետ կապ հաստատելու, մասնակցելու տարբեր կրթական ծրագրերի, բոլորին սիրում եմ, գրկում եմ եւ նրանց, ովքեր դեռ չեմ ճանաչում, հուսամ, որ բարբերաբար առիթ կունենամ այս խմբին մեծացնել, նրանց մասնակցությունը մեծացնել եւ ցանկանալ ամենակարևորը, որ զգոն լինեն, իրենք իրենց որպես հայ մարդ արտասահմանում ապրելով հասկանան, որ ի վերջո պատասխանատու են ոչ թե միայն իրենց համար, այլ իրենց ազգի հավաքական նկարագրի համար։ Ամեն մի քայլը իրենց դա նաև կարող է դեմ կամ կողմ լինել այն կարծիքների, որոնք ձևավորվում են դրսում։ Եվ իրենք շատ է կիրառվել այդ եզրույթը այս կամ այն չափով նաև մեր դեսպաններն են։ Անշուշտ խոսքս գնում է նրանց մասին, ովքեր որ ուզում են հայ մնալ, որովհետև ցավոք սրտի մենք ունենք նաև օրինակներ, որ արդեն լավագույն պարագայում միայն անուն ազգանունով են մնացել հայ։ Առողջություն մաղթել, ապահով մնան եւ հուսամ, որ ամեն տարի Հայաստանը իբրև երկիր կնախընտրեն այլ երկրներ այցելելու փոխարեն, որտեղ նույնիսկ այդ քայլով իրենք ամեն անգամ նպաստ են բերում այդ երկրի զարգացմանը։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ, հաջողություն։